Դերասանուհի Տոմա Պետրոսյանն ինստագրամյան էջում հրապարակում է արել այդպիսով տարածելով մի հայտարարություն, որտեղ օգնություն են խնդրում. «Շտապ, խնդրում ենք օգնել, Գոհարը այս պահին պայքարում է իր կյանքի համար։ Շտապ անհրաժեշտ է դոնորական արյուն, ռեզուսը կապ չունի, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել, մոտենալ արյունաբանական բաժին և արյուն հանձնել Գոհարի համար։ Խնդրում ենք նախապես զանգել և պայմանավորվել հետևյալ հեռախոսահամարներով։ Եթե չեք կարող արյուն հանձնել, խնդրում ենք գոնե տարածել այս տեղեկությունը», նշված է հայտարարության մեջ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնել էին։ Դերասան Տարոն Իսպիրյանը, նույն ինքը Պոնչը, ինստագրամյան էջում մի հայտարարություն է տարածել, որով դիմում է իր հետևորդների օգնությանը։ «Իմ լավ ընկերներ, խնդրում եմ ցանկացածիդ օգնությունը կիսվեք, տարածեք, իսկ հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցեք իմ ամենալավ ընկերոջը։ Իմ լավ ընկերը, իմ հարազատը Գագիկը այսօր անցնում է իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Նա այժմ պայքարում է B լիմֆոմա չարորակ ուռուցքի դեմ մեծ ուժով, հավատով ու համբերությամբ։ Հայաստանում նա անցել է քիմիոթերապիայի 6 կուրս, այնուհետև Բելառուսում ստացել է Care-Tip թերապիա, որը ցավոք արդյունք չի տվել։ Այժմ Հայաստանում է, բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և բոլորիս օգնության կարիքն ունի։ Բարի մարդիկ, ձեր նույնիսկ ամենափոքրիկ ֆինանսական աջակցությունն այսօր չափազանց մեծ նշանակություն ունի Գագիկի համար։ Փոխանցումներ կարող եք կատարել Գագիկի հարազատ եղբորը։ Նշենք նաև, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև Տիրված դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոցյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջինս պարբերաբար հրապարակումների տեսքով խոսում է իր ներկայացումների մասին, ցույց տալիս, թե ինչպես է ճամփորդում ժամանակ առ ժամանակ, ինչպես է ժամանակն անցկացնում իր ընկերների, մտերիմների ու բարեկամների հետ։ Այսօր Ռաֆայել Երանոցյանի հրապարակումը մի փոքր տարբերվում է մնացածից։ Նա միացել է օգնության կոչին ի աջակցություն մի կնոջ։ Շնորհիվ ձեր աջակցության արդեն հավաքվել է 115,000 դրամ։ Յուրաքանչյուր ներդրում մեզ մեկ քայլ մոտեցնում է նպատակին։ Անհրաժեշտ է ևս 1,485,000 դրամ։ Ձեր օգնությունը կարող է իրական փոփոխություն բերել։ Փոխանցումների համար հաշվեհամարները նշված են էկրանին։ Ահա այս օգնությանն է միացել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք երգիչ Սարգիս Եղիազարյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով դիմելով հանրության ուշադրությանը։ Վերջինս օգնություն է խնդրել Լևոն Խաչատրյանի համար, նշելով հաշվեհամարները և հեռախոսահամարները, որտեղ կարող են փոխանցվել գումարները երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար։ Ինձ պետք է ձեր աջակցությունը։ Բուժման 3-րդ կուրսի համար շտապ անհրաժեշտ է։ Գումար նշված է հայտարարության մեջ։ Հաղորդավարուհի գեղեցկուհի Իրինա Թովմասյանն ինստագրամյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, մենք ունենք ձեր օգնության կարիքը։ Երիտասարդ աղջկա մոտ 24 տարեկան հայտնաբերվել է high-grade սարկոմա, որն ունի շատ բարձր ագրեսիվություն։ Բուժումը Հայաստանում հնարավոր չէ շարունակել և շտապ անհրաժեշտ է վիրահատություն կատարել արտերկրում։ Ծախսերը չափազանց շատ են և ընտանիքը հոգացել է ծախսերը, սակայն խոսքը գնում է մեծ գումարի մասին։ Յուրաքանչյուրի 500 դրամը նույնիսկ կարող է մեծ օգնություն լինել», գրել է հաղորդավարուհին։ Նշենք նաև, որ այսօր ավելի վաղ ներկայացրել էինք Արամ Մելիքյանի ընտանեկան հրապարակումը, որը ևս օգնության մասին էր։ Աղջիկը ունի ողնաշարի կոտրվածք, վիրահատության համար անհրաժեշտ է 1,400,000 դրամ գումար։ Խնդրում ենք յուրաքանչյուրից ձեր փոքրիկ ներդրումը ունենալ։ Կարտային համարը և հեռախոսահամարը նշված է։ Հավելենք նաև, որ Մելիքյանների ընտանիքը ավելի ուշ ավելացրեց։ Ուրեմն վստահ եմ այս տեսանյութը վաղը կջնջվի, որովհետև վաղն ամբողջ գումարը հավաքված կլինի։ Ես նմանատիպ տեսանյութեր շատ քիչ եմ մեզ մոտ տեղադրում, բայց այս դեպքն իրական է։ Ինձ իմ ընկերն է խնդրելու աղջնակի, ընտանիքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Ես ու իմ ընտանիքը իհարկե միանում ենք աջակցմանը ֆինանսապես, ու եթե դուք կցանկանաք միանալ մեզ, զանգահարեք այս համարով, իմ լավ ընկերն է, ինքն ամեն ինչ կկազմակերպի, նշել են Մելիքյանների ինստագրամյան էջում։ Հավելենք նաև, որ հայհայտնիներից շատերն են նմանատիպ հրապարակումներով հանդես գալիս ինստագրամյան հարթակում, խնդրելով հանրության ուշադրությունը։ Կարմենը ոչ այնքան ուրախալի հրապարակումով է հանդես եկել։ Նա դիմել է իր ընկերների օգնությանը, նշելով, որ իր ընկերոջ կյանքին վտանգ է սպառնում և օգնություն է անհրաժեշտ։ Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում։ Անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Նշենք նաև, որ հայհայտնիներից ոմանք ևս ավելի վաղ հրապարակումով էին հանդես եկել և նշել, որ Խաչատուրի բուժման համար
գումար է անհրաժեշտ։ Աննա Սիմոնյանն ու Մովսես Երեմյանն իրենց ինստագրամյան էջերում հրապարակումով են հանդես եկել, խնդրելով օգնել իրենց ընկերոջը։ Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում, անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Հավելենք նաև, որ նմանատիպ հրապարակումները հայ հայտնիների շրջանում մշտապես առկա են։ Օրեր առաջ էլ հանդես էր եկել դերասանուհի Ռոզա Դավթյանը հրապարակումով, որը ևս ներկայացրել էինք ձեզ։ Սիրելի ընկերներ, մեր բոլորի կողմից սիրված ընկեր Պետրոսը այսօր ավելի քան երբևէ ունի մեր բոլորի աջակցության կարիքը։ Ցավոք սրտի Պետրոսի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ, բուժման երկարատև եւ դժվարին ճանապարհ է սպասվում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը գնում։ Յուրաքանչյուրի նվիրատվությունը շատ մեծ դեր կարող է ունենալ։ Փոխանցումները կարող եք անել անձամբ իր հաշվեհամարին, գրել է դերասանուհին, տարածելով հաշվեհամարներն ու Աֆարյան Պետրոսի տվյալները։ Հավելենք նաև, որ երեկ նույն խնդրանքով հանդես էր եկել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը ևս ներկայացրել էինք ձեզ։ Դերասանուհին ինստագրամյան հարթակում հուզիչ հրապարակում է արել։ Բանն այն է, որ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել Անահիտ Կիրակոսյանի ընկերներից մեկի, դերասան Պետրոս Աֆարյանի մոտ։ Անահիտ Կիրակոսյանը հուզված է, նա իր խոսքում չի կարողանում թաքցնել արցունքները ու խնդրում է իր հետևորդներին միանալ, որպեսզի օգնել Պետրոսին հաղթահարել ստամոքսի քաղցկեղը։ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իր հետևորդներին, նշելով, որ եթե 4000 հետևորդ ընդամենը 1000 դրամ փոխանցեն, հնարավոր կլինի Պետրոսի բուժման առաջին փուլը հաղթահարել։ Ինչպես դերասանուհին է նշում, երկարատև բուժում է պահանջվում, սակայն սկզբնական փուլում կարելի է ինչ-որ չափով օգնել, հավաքելով նշված գումարը։ Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ այս ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Աֆարյանի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ բուժման համար, ովքեր չգիտեն կամ չեն հիշում, Պետրոսի հետ մենք խաղացել ենք անցյալի ստվերներում, ես Իզանեի, ինքը Ազատը, և Պետրոսը շատ տաղանդավոր պարուսույց է, փայլուն պարող, մեր շանթի նախագծերում եղել է Պարիժ թե կարողեսում, եղել է պարահանդեսում, պարահանդես 1, 2, 3 բազմաթիվ զույգերով հրաշալի ֆանտաստիկ ելույթներ է ունեցել, անպայման հաջորդիվ իմ